Ողջույն հարգելի խեցգետիններ, սա ձեր կանխատեսումն է ապրիլ ամսվա համար, բոլոր 12 ոլորտների համար։ Мен փոքր ավելի շուտ եմ սկսում, ավելի շուտ կտեղադրեմ 2 օրվա ընթացքում կտեղադրեմ, եթե ասցենդենտը ընկնում է արդեն վերջին նշանները, ապա կարող սպասել հաջորդ օրը, որպեսզի նայեք նաև ձեր ասցենդենտի նշանը։ Կանեմ ոչ այդքան շատ է, բոլոր քարտերի համար հատուկ քարտեր չեմ հանի, ամեն քարտի, այսինքն որ յուրաքանչյուր ոլորտի համար մեկական քարտի մասին խոսեմ, ուրիշ ոչինչ։ Տեսնենք ընդհանուր տրամադրությունը։ Ահա, տեսա արդեն այն քարտը, ուրեմն խառնում ենք։ Ահա, ուրեմն խեցգետինների տրամադրությունը ապրիլին ինչպեսին կլինի, ինչպես կսկսեք եւ այլն։ Ֆինանսները, շրջապատը, ձեր հարազատները, հարազատ մարդիկ, ընտանիք, տուն, երեխաները, առողջություն, սեր հարաբերություններ, փաստաթղթերը, ճամփորդություն, աշխատանք, բիզնես, ընկերներ, օգնություն, եւ վախերը, խնդիրներ, գաղտնիքներ, ամբողջում։ Գուցե եւ չունեք։ Ահա, հուսով եմ պատրաստ եք եւ սկսենք տեսնենք ինչ է սպասվում ձեզ ապրիլ ամսին։ Եթե հարկ կլինի, ապա կօգտվենք նաեւ մյուս քարտերի օգնությունից, եթե իհարկե վատ քարտ դուրս գա։ Տեսնենք ընդհանուր տրամադրությունը, ինչպեսի տրամադրություն կունենաք։ Հիանալի։ Ինչ որ առիթներ, հետաքրքիր միջոցառումներ կլինեն այս ամիս։ Ամուսնություն, հարսանիք, միգուցե ձերը, միգուցե ձեր հարազատներին եք, քույր, եղբայր։ Լավ ուրախ տրամադրություն կունենաք, ուրախանալու տրամադրություն նաև կունենաք, որ այս մարդու հետ շփվեք, այն մարդու հետ շփվեք, հետաքրքիր ժամանակ անցկացնեք, հաճույքներ վայելեք։ Դա նաև հասարակական կյանքն է, ավելի շատ կլինեք շատ մարդկանց մեջ։ Նաև միգուցե որոշեք զբաղվեք օրինակ հասարակական գործունեությամբ, ինչ որ գործեր, որոնք որ կանեք, օրինակ որ սոցցանցերով, միգուցե ինչ որ ինտերնետի հետ է կապված, ինչ որ Instagram եւ այլն, նաև TikTok, ինչու՞ չէ։ Նա ինչ որ գործունեություն կարող եք անել, այս ամիս կարող եք սկսել դա։ Տեսնենք ֆինանսական վիճակը ինչպես է լինելու։ Հիանալի եւս, ինչ որ անակնկալ միգուցե գումարներ կան ձեզ, որ անգամ դուք էլ զարմանաք, որ գումար եկավ ձեզ։ Նվերներ, միգուցե նաեւ գումարի տեսքով է կամ դուք եք գնում նվերներ, այդպես եք ծախսելու գումարներ, սա նաեւ ժամադրություն է, սիրավեպ, նոր սկսվող սիրավեպ, դա կարող է լինել նաեւ գումարը, որ ծախսում եք նոր սկսվող սիրավեպի վրա, ոմանք հագուստի վրա, ոմանք նաև ինչ որ սեղաններ, սուրճ եւ այլն այդ ծախսերն եք հոգում։ Ամենայն դեպս ուրախ ժամանակ է եւ ինչ որ մի բան է տեղի ունենալու գումարի հետ կապված, որ ձեզ ուրախացնի։ Միգուցե անսպասելի կամ շատ են տալիս աշխատավարձ, բոնուս են տալիս, ինչ որ մի բան է, կամ աշխատավարձը բարձրացնում են, կամ եթե չեք աշխատում, տանն եք ինչ որ գործեր անում, կարող վաճառվի դա եւ այդպես ավելի, շատ գումար ունենաք։
Հիանալի է, ֆինանսական վիճակը հիանալի է ձեզ մոտ։ Տեսնենք շրջապատն էլ է հիանալի։ Սեր, քրոջ, եղբոր նկատմամբ, սեր շրջապատի նկատմամբ, շրջապատը ձեզ ուրիշ ձև կընդունի մի տեսակ ժպիտով, միգուցե դուք եք ավելի վառ լինելու, դուք եք ավելի գեղեցիկ լինելու եւ դրա համար էլ այդպես ժպիտը դեմքին լինելու, դրա համար մարդիկ ավելի շատ են գրավելու ձեզ, դեպի ձեզ եւ շատ սեր են տալու, ոնց որ դուք եք տալու, նույնն էլ իրենք կտան։ Այնպես որ շրջապատը եւս հիանալի է, շատ բան չունեմ էլ ասելու։ Եվ ձեր հարազատների հետ եւս ավելի սիրով կլինեք, քնքուշ, քուր, եղբոր հետ, եթե չունեք, միգուցե մորաքրոջ տղան է, հորաքրոջ աղջիկն է եւ այլն, հա, կողքի գրերը իրենց հետ կարող է շատ լավ լինեք։ Տեսակ ուրիշ կլինի հարաբերությունները այս ամիս։ Գարնանային, այդպես ավելի վառ կլինի հարաբերությունները բոլոր առումներով։ Տեսնենք ընտանիք, տուն։ Սա եւս հիանալի քարտ է, սա եւս խոսում է ընտանիքի մասին, տան մասին։ Ոմանք կցանկանան ընտանիք կազմել, ոմանք կմիավորեն իրենց ընտանիքը, այստեղ միգուցե քուր, եղբայր, ինչ-որ հետաքրքիր ինչ-որ բան է կատարվում ձեր անձնական կյանքում, ձեր կյանքում ընդհանրապես, դեռ այստեղ ինչ-որ լավ պահեր կան, միգուցե իրոք ձեր քույրը կամ եղբայրն է ամուսնանում, որ այստեղ գումար կծախսեք ծաղիկների, նվերների վրա։ Եվ այստեղ ընտանիքում բարգավաճում, հնարավոր է հղիություն, ծննդաբերություն կամ ձեր քույր եղբոր, եթե միասին եք ապրում, միգուցե տեքր կնիկ, տեքրը չէ, տեքր կին է, նաև սա շատ կուզենաք ընտանիք կազմեք, ընտանիք, տուն, թե նախկինը կարող է վերադառնալ եւս էլի որոշեք իրար հետ միավորվել եւ էլի ստեղծել ընտանիք, էլի միանալ ու ընտանիքը պահպանել։ Հիանալի է, այստեղ ոմանք կարող են տուն հիմքից սարքեն։ Եթե ցանկանում եք կարող եք սարքել, միգուցե ինչ-որ տեղ եք ավելացնում տան կողքը, կամ հողամասն եք ավելացնում, հողամասի գործեր եք անում։ Մի խոսքով հիանալի է սա ձեզ համար։ Տեսնենք երեխաների հետ կապված։ Այստեղ ովքեր որ աղջիկ ունեն, ապա իր մասին է, պետք է ավելի ուշադիր լինեք, իրար հետ ավելի շատ կլինեք, դե այստեղ ավելի 4 բոլորը սեր է իշխում, այնպես որ նույնն էլ նաև կլինի ձեր երեխայի հետ, միգուցե ձեր աղջիկն է հղի, կամ աղջիկ երեխա եք ունենալու, կամ ձեր հարսն է հղի, կամ ինքն է երեխա ունենալու, կամ իմանում եք, որ ձեր ընկերուհին է հղի, չնայած սա ձեր երեխաներն են, ընդհանրապես երեխաներն են, ձեր ոչ թե ինչ-որ մարդկանց։ Միգուցե որոշեք հղիանալ, որոշեք եւս էլի մեկ երեխա ունենալ։ Եթե այն տարիքում եք, որ երեխաներ չեք ունենում, միգուցե հա արդեն մեծ եք եւ այստեղ կարող է ունենաք թոռնուհի։ Օրինակ աղջիկ երեխա, այստեղ հենց այնպես չի ընկել, կամ իմանաք, որ ձեր թոռնուհին է հղի, կամ ձեր երեխան է հղի։ Շատ լավ քարտեր են, մինչ այս։ Տեսնենք առողջությունը։ Առողջության հետ կապված ոմանք կգնան անալիզ հանձնելու, ոմանք անալիզի պատասխանները կստանան, գուցե ինչ-որ դեղատոմս է, որ պետք է գնաք դեղորայք գնեք, կամ ձեզ համար, կամ ձեր հարազատի։ Ամենայն դեպս դուք ոչ մի առողջական խնդիրներ չունեք, ուղղակի կարող է գնում եք պրոֆիլակտիկ ինչ-որ հետազոտության, այդպես կամ ինչ-որ բժիշկը գրում է ինչ-որ մի տեղ, որ գնաք, հա, ոչ մի մասնագետի մոտ, չգիտեմ ինչպես է դա, տեղ ունենում, հա, ոնց որ գրում են ձեզ եւ ուղարկում եք այլ մասնագետի մոտ, որ այն մասնագետը եւս ուսումնասիրի։ Միգուցե նաև այդպես գնում եք մյուս մասնագետը, որպեսզի ձեզ ուսումնասիրի ինչ-որ թղթով, ինչ-որ հատուկ սպրավկայով։ Խնդիրներ չկան, եթե այստեղ կարող ուղղակի դեղորայք եք գնում, եթե արդեն եղած խնդրի բուժման համար, ոչ թե ինչ-որ նոր խնդիր է լինում ապրելին։ Տեսնենք սեր եւ հարաբերություններ, այստեղ ովքեր որ կին են, չնայած որ երկուսի համար էլ այստեղ կա հակառակ սերն է ցույց տալիս։
նոր ծանոթություն, նոր սեր, ամուսինը որ դրսում էր միգուցե գալիս է այդ ամսին, նաև կարող է գնում է, չի բացառվում, գնում է աշխատելու, նոր հարաբերություններ է սա, նոր հարաբերություններ են սկսվում, այստեղ 4 կողմերի սեր կա, միգուցե դուք եք ամուսնանում, այդպես ինչ-որ հարաբերությունները անցնում է մեկ այլ էտապ, որովհետև ձեզ մոտ այստեղ մի տեսակ ավելի հասարակական է դառնում ձեր կյանքը, այսինքն եթե ինչ-որ մեկի հետ շփվում եք ուղղակի թաքուն 1-2 անգամ, ապա հիմա ոնց որ ավելի պարզ կշփվեք, մարդկանց ցույց կտաք իրար, այդպես ոնց որ դուրս կգաք հասարակություն։ Հարաբերությունների մասին ոչ վատ բան է ասում, ոչ լավ։ Այդտեղ ասում է, որ միգուցե ավելի կարևոր լինի այս ամիս ձեր երկրորդ կեսը։ Չի ասում հարաբերություններ չկա, չի ասում հարաբերություններ կա, եթե չկա, ուրեմն սա նոր սկսվող ոչ է, դե ինչ-որ մեկը կարող է մոտենալ, խոսել, ձեզ հետ փորձի ծանոթանա, այնպես որ մնացածը արդեն դուք եք որոշողը։ Տեսնենք փոստաթղթերը, թոշակ եւ այլն, ընտրության առջև կանգնած կլինեք, միգուցե ձեզանից օրինակ պահանջում են 2 թուղթ, ինչ-որ մի թուղթ է, որը միառժամանակ է հարկավոր, որպեսզի տաք, ինչ-որ միտեղ, եթե պահանջել են, այս թուղթը եւ այս թուղթը, պետք է դուք ընկնեք, այդ թղթերը փնտրեք, որպեսզի երկուսն միառժամանակ տաք։ Միգուցե ընտրում եք, դիմեք արդյոք վիզայի համար, թե չէ, չնայած այստեղ վիզայի համար դժվար, green card-ի համար, green card-ի պատասխանները կարող եք ստանալ, այստեղ նաև օրինակ կարող եք մտածել դիմել վարկի համար, թե ոչ, տատանվում եք, լավ երկար մտածեք վարկի համար, կամ հիփոթեք ձևակերպեք, թե ոչ, թոշակը այս տարի դիմեք, թե մյուս տարի մի քիչ էլ ձգեք, ինչ-որ բաներ են, որոնք որ այստեղ կմտածեք, ծանրութ հետև կանեք, կգցեք, կբռնեք, որն է ճիշտ ձեզ համար, նոր հետո կանեք դա։ Ինչ-որ ընտրություն է։ Եթե այստեղ փաստաթղթեր են, միգուցե տոմս եք գնում, եւ դրա համար է այդ ընտրությունը, այս տոմսը գնեմ, թե այս ուղիղ չվերթով թռնեմ, թե մեկ այլ չվերթով, միգուցե դա է, դա եւս փաստաթղթեր են, դա եւս ինչ որ այդպես կապված է դրա հետ։ Իսկ վարկը լավ մտածեք, ճիշտ եք անում, որ այստեղ տատանվում եք, լավ մտածեք, նոր հետո եթե ուզում եք վարկ ձևակերպեք։ Այդտեղ նաև կարող է ինչ-որ մեծ բան եք ուզում գնել, թեկուզ տուն, թեկուզ ինչ-որ մեծ մի բան, թեկուզ մեքենա։ Եվ ճամփորդության համար տեսնենք, ուղի եք ընտրում, ուր գնաք, եթե ուզում եք գնալ հանգստանալու, միգուցե նաև երբ գնաք հանգստանալու, ոչ թե այստեղ արդեն կլինի ապրիլին եք գնալու, այլ այդ ժամանակ ընտրություն կկատարեք, երբ գնաք, որ ուղղությամբ, դա այստեղ նայեք եւս տոմսերը, եթե ընտրում եք, երբ գնաք, որ ժամանակահատվածում, որ ավելի մատչելի լինի, այդ ինչ-որ ընտրության մեջ կլինեք։ Այդ հստակ վերջում հենց ապրիլին, ինչ-որ ուղի կընտրեք, որ այստեղ եք ուզում գնալ, նոր հետո կզբաղվեք տոմսերի գնումներով։ Ընդհանրապես լավ կլինի, որ ապրիլին զբաղվեք, մարտին պետք չի զբաղվել դրանով։ Այսքանը երևի ճամփորդության հետ կապված ինչ-որ բաներ չկա, այդ ուղղությունն է դա, ընդհանրապես որ մարդը որոշում է գնա Գերմանիա հանգստանա, գնա Հոլանդիա հանգստանա, թե որտեղ։ Տեսնենք աշխատանք եւ կարիերա։ Այստեղ աշխատանքի հետ կապված վիճում եք։ Աշխատակիցների հետ եք միգուցե վիճում, միգուցե դա ձեր կարիերային է նաեւ վերաբերվում, բիզնեսին է վերաբերվում, վեճ կամ միգուցե մրցակցություն է շատ ուժեղ ձեր եւ դիմացինի հետ կապված եւ այստեղ շատ ուժեղ մրցակցության մեջ եք լինելու։ Տեսնենք եւ աշխատակիցների հետ միգուցե լեզու չեք գտնում։
Այստեղ եթե աշխատանքը կապված է հասարակության հետ, այստեղ եւս դա էր ընկել։ Եթե օրինակ սոցցանցերով է եւ այլն, այստեղ ուշադիր եղեք, որովհետեւ կարող եք վիճել հաճախորդների հետ։ Եվ դա ձեզ վրա շատ վատ կանրադառնա, որովհետեւ ոնց որ բոլորը կիմանան, հա, բերան, այդպես կգնա տեղ կհասնի, որ դուք այդպես եք վերաբերվում կամ այդպես եք խոսում հաճախորդների հետ։ Եվ եթե վեճ լինի, դա կարող է ոնց որ ավելի գմփ լինի, այդպես բոլորը իմանան կամ բոլոր աշխատակիցները իմանան կամ այդպես շատ մարդիկ իմանան, որ այդտեղ ներսում ինչ որ շատ մեծ վեճ է եղել, փորձեք ձեզ զսպել։ Իրոք, ոչ թե փորձեք, այլ պետք է ձեզ զսպեք, որովհետև սա շատ կազդի ձեզ վրա։ Նաև եթե բիզնեսի հետ է կապված, եթե դուք ինչ-որ մի բան եք արտադրում, դիմացինը եւս նույն բանն է արտադրում, այստեղ կարող է եւս էլի վեճ լինել, եւ սա հեչ լավ չի լինի։ Եվ եթե ինչ-որ մի բան եք արտադրում, այ արտադրանքին նաև ուշադրություն դարձրեք, որտեղ հասարակական գործունեություն դա կարող է լինել, եւ այդպես, կաթ է օրինակ կաթի մեջ մազ են գտել, չգիտեմ ինչ, Եթե ինչ էլ որ ուզում է անեք, ինչ ուզում է անեք։ Միևնույնն է, եթե ինչ-որ սխալ բան անեք, դա հետ կապված վեճ է լինելու։ Աշխատակիցների հետ նույնպես պետք է ուղղակի ավելի հանգիստ լինել։ Մի տրվեք ինչ-որ մի բանի եւ մի գնացեք այդ հոսքով, որովհետեւ ձեզ եք վնասելու, դա ինչ-որ մեծ լայնածավալ բան է դառնալու, ի վերջո ձեզ վնասեք, ոչ թե դիմացինին։ Եվ ընկերները տեսնենք օգնություն ընկերներից։ Այստեղ օգնությունը կստանաք ընտանիքի անդամներից, եթե հարկ լինի, օգնություն նաև կարող է պետք լինել տան հետ կապված հարցերում, ինչ որ անշարժ գույքը տեղափոխել այսօր կողմ, տեղափոխվել ընդհանրապես տանից տուն, դա օգնության կարիք կունենաք, ձեզ կօգնեն, գուցե դիմեք ընկերներին, եւ այնպիսի ընկերներ ձեռք կբերեք կամ միգուցե այս ամիս ավելի խորանա ընկերական այդ հարաբերությունները, որ գնաք գաք իրար տուն, ընտանիքներով սկսեք շփվել, ավելի կխորանա այդ ընկերական հարաբերությունները։ Դա այստեղ յուրաքանչյուր ոնց որ ընտանիքի անդամի դիմեք, այդպես կդիմեք ձեր ընկերներին, որպեսզի իրենք ձեզ աջակցեն եւ իրենք անպայման ձեզ կաջակցեն, այս քարտը հենց դա է ցույց տալիս, ոնց որ որպես ընտանիքի անդամ կլինեն իրենք ձեր կողքը։ Տեսնենք ինչից եք վախում, խնդիրները, գաղտնիքը, ունեք արդյոք, թե ոչ։ Ուրեմն, այստեղ վախերը, սա ժամանակին չհասցնել ինչ-որ մի բան անել։ Ժամանակը գնում է, դրա համար եք վախում, հա, ոնց որ կյանքից եք գնում, ինչ-որ բանից եք գնում եւ ինչ-որ բան չեք հասցնում անել, դա է ձեր վախերը։ Կամ անընդհատ այս ամիս կամ քնած եք մնում, կամ ուշ եք գնում աշխատանքի եւ վախը դրանում է, որ այդ ուշացումները կազդեն ձեր աշխատանքի վրա, բնականաբար։ Մեկ օր իմ աշխատողը ուշ կա, այլևս նա չի գա աշխատանքի։ Եվ նաև այստեղ խնդիրները կարող են կապված լինել ժամի հետ, ժամանակի հետ։ Օրինակ աշխատանքի եք ընդունվել եւ չեք կարողանում այնպես անել, որ այդ ժամին հասնեք այնտեղ։ Կամ եթե ավտոբուսով եք գնում, ոնց որ անընդհատ ավտոբուսը կարող է ուշանալ եւ դուք նույնպես, ոնց որ ավտոբուսը այսպես թե այնպես դրան շուտ չի գալիս, որ ավելի շուտ գնաք եւ այդ ժամին էլ եւս խնդիրները դա են, հա, որ ինչ-որ մի բան կուշացնեք, ինչ-որ մի բան չեք հասցնի, ժամանակի մեջ չեք տեղավորվում, դե նույնն էլ հենց վախն է, հա, եւ վախը եւ դա խնդիր է ձեզ մոտ։ Պետք է ամեն ինչ փորձեք այնպես անել, որ թեկուզ մի փոքր ավելի շուտ լինել ինչ-որ միտեղ, քան ավելի ուշանալ։ Թեկուզ այնպես անել, որ ավելի շուտ տալ, եթե պատվերով եք աշխատում, պատվերը, քան ուշանալ, որտեղ այդ ժամի ու ժամանակի հետ կապված խնդիրներ կան։ Ինչ որ մի բանի ժամանակն է սկսելու, բայց դուք միևնույնն է չեք անում դա, վախ ունեք ձեր մեջ ինչ որ մի բան սկսելու համար։ Եվ որպես գաղտնիք դա միգուցե ինչ որ երկար ժամանակ է ինչ որ բան գաղտնիք եք պահում եւ վախում եք դա դուրս գա կամ դա դուրս կգա ջրի երես։
կիմանան մարդիկ այդ գաղտնիքի մասին։ Այն ինչը որ երկար ժամանակ է դուք պահպանում, այդպես փայփայում եք։ Այդ գաղտնիքի մասին է խոսքը։ Այսքանը միայն աշխատանքներ, որ լավ չէր, աշխատանքը եւ բիզնեսը, մնացածը ուղղակի հիանալի են, հիանալի։ Դե կարևոր բան է աշխատանքը, ինչ խոսք, բայց դե արդեն ամեն ինչ ձեր ձեռքում է, հիմա գիտեք, որ ձեր հետ աշխատողները կատաղած կլինեն, ինչպես պետք է իրենց հետ վարվեք, ինչքան հանգիստ, այնքան ավելի լավ ձեզ համար։ Այսքանը թող հաջողությամբ լինի, հաջողություններով լի լինի ապրիլ ամիսը ձեզ համար։ Լավ եղեք։